Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք չենք խոսա քաղաքականության մասին, բայց խոսանք առողջության մասին, իսկ մեր առողջության հիմնական վնասներից մեկն էլ քաղաքականությանը հետևելն է, այսինքն կապը կա, եւ որքան տարօրինակ է մասսայական սպորտի եւ մասսայական առողջության մասին, մենք կզրուցենք Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր Վարամ Միրաքյանի հետ, բարեկո պարոն Միրաքյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Նախ ի՞նչ է ձեր ակումբը իրանից ներկայացնում։ Մանթաշյանցը հայկական ամենամեծ բիզնես ակումբն է, ամենամեծ բիզնես ցանցն է։ Մենք միավորում ենք 24 քաղաքներում գործունեություն ծավալող 800 հայ գործարարների։ Այդքան հայ գործարար կա։ Ավելի շատ կա, միջինում աշխարհի բնակչության միջինում 5-ից 10% զբաղվում է գործարարությամբ։ Այնպես որ եթե հաշվի առնենք, որ աշխարհում կա 10 միլիոն հայ, այնպես մոտավորապես 3 միլիոն Հայաստանում, 7 միլիոն դրսում, այնպես մոտ այդ սահմաններում, նշանակում մոտավորապես 1 միլիոն գործարար կա հայ։ Գուցե հայ թվերն ավելի մեծ լինեն։ Մոտ կեսը 800-ից կեսը Հայաստանից են, կեսը արտասահմանից, 24 մասնաճյուղ ունենք աշխարհով մեկ, ամենամեծ երկրորդ մասնաճյուղը Լոս Անջելեսն է։ Ո՞նց է ձեր գործունեությունը ծավալվում, ինչ եք անում, ո՞նց եք համագործակցում պետության հետ։ Մենք հիմնական մի քանի խնդիրներ ենք լուծում, ոնց հիմնական խնդիրը ինչ խնդիրներ ունի գործարարը, մենք կարողանանք օգտակար լինել եւ լուծել, կապել իրար, համագործակցել եւ այլն։ Հիմա ակումբի տրամաբանությամբ։ Ակումբի տրամաբանությամբ, այտենց տարեկան մոտ տարպես 3-4000 գործար կա լինում մեր ակումբի ներսում, 10000-ից ավել հարցեր լուծում իրար միջև եւ այլն։ Ու այդ գործարքների ու հարցերի մեջ մի մեծ կտորը պետության հետ ոնց որ հարաբերություններն է, պետության հետ են առաջանում, պետության հետ երկու տարբերակ առաջանում, մեկ որ գաղափարը առաջանում, որը կիսում ենք, որը դրա փոփոխություններ լինի, երկրորդը պետությունը մի վատ օրենք է ընդունում, որը հասկանում ենք, որ ակնհայտ վնասելու է բիզնեսին կամ տնտեսությանը, մենք սկսում ենք կռվել այդ օրենքի դեմ։ Այդ երկու տեսանկյունից է գնում համագործակցությունը, երկուսով էլ ակտիվ ենք կարելի ասել, երկուսով էլ ակտիվ համագործակցում ենք, շփվում ենք եւ այլն, էլի պետության ներկայացուցիչների հետ։ Ես կարդացի ձեր ստատուսը, շատ հետաքրքիր էր։ Դուք ակտիվ լոբինգ եք անում մասսայական սպորտը։ Ասում եք, որ գնացել եք մոլ եւ ուշադրություն եք դարձել մեր 40-ից հետո ես մեջ բերեմ, հա, տղամարդիկ կանայք գեր, կուզ, ողնաշարով կամ այլ խնդիրներով, երիտասարդները նիհար ու ծռմռված, ավելի մեծերին էլ չասեմ, սպորտային կառուցվածքով մի քանի հոգի կային, բայց արտասահմանցի։ Ինչու այդպես։ Պատկերը մեծ իմաստով իրոք վիզուալ որ sense նայում ես, այտենց է։ Սպորտի մասսայական սպորտի ռոպագանդա չկա, մեկ, կարծում եմ, ոնց որ սովետական միությունում էր, օրինակ նույն սովետական միությունում, մենակ սովետական միությունում ամբողջ աշխարհում բան կա, օրինակ ընդունված է օրինակ դպրոցներում առավոտյան դասերից առաջ մարզանքներ անելը։ Շատ տեղեր ընդունված է, այդ թվում Միացյալ Նահանգների շատ դպրոցներում Եվրոպայում եւ այլն։ Կոմունիստի ժամանակ դպրոց էի գնում, դա կար, բայց այնքան ֆիկտիվ եւ անիմաստ բնույթ էր կրում, որ ավելի լավ ժամանակի զուտ վատնում էր։ Դե ֆիկտիվը հենց իրանով վատներ, կոմունիզմի ժամանակ ամենաշն էր ֆիկտիվ, դրա համար փլուզեց այդ համակարգը, լավ, շատ բաներն էր ֆիկտիվ, դրա համար փլուզեց այդ համակարգը, բայց մասսայականություն կար, ամեն դեպքում վերաբերվում կար մասսայական սպորտերի մրցույթներ կան, նույն Միացյալ Նահանգներում ամենամեծ բանը, էլի, կոմերցիոն ամենամեծ իրադարձությունը Սուպեր Բոուլն է, չէ՞, որի ժամանակ ինչ է, սպորտային իրադարձություն է։ Այդ ամենաթանկ գովազդն է այնտեղ, ամենաշատ խոսացվող եւ այլն սպորտային իրադարձությունը Միացյալ Նահանգների ամենամեծ ներքին իրադարձությունն է։ Ու ամենաթանկ գովազդով եւ այլն։ Այդ ցույց է տալիս, որ այդ երկիրը կենտրոնացած սպորտի վրա։ Հայաստանում կարող ասենք մի այդպիսի իրադարձություն սպորտային։ Դուք ստեղ տվյալներ եք բերում, որ Հայաստանում ակտիվ մարզումների է գնում բնակչության 2.5%-ը։ Այո։ Համատության համար Միացյալ Նահանգներում 25%-ը։ Իրոք թվերը այդ աշճան էլի Եվրոպայում ավելի շատ է, հա։ Ասում եք ԱՄՆ-ում, որ 80% ակտիվ ֆիզիկական տարվա մեջ գոնե մեկ անգամ ակտիվ որը ֆիզիկական միջոցառման մասնակցում։ Բելգիայում 50%, Ավստրիայում։ Խոսքը ջիմերի մասին, ակտիվ։ Խոսքը շաբաթը 3 ժամ սպորտային ակտիվության։ Չէ, պրոֆեսիոնալ մասին չի, շաբաթը 3 ժամ ակտիվ սպորտ, դա կլինի առավոտյան 6, Գերմանիայում 52% բնակության, հա։ Այսինքն դուք ու 2.5 Հայաստանում ֆիքսենք, հա։ 10 անգամ Միացյալ Նահանգներից 20 անգամ քիչ։ Հա, Միացյալ Նահանգներից 10 անգամ, Եվրոպայից 20 անգամ քիչ, հա։ Սարսափելի մեծ թիվ է ու դրա մի քանի պատճառներ կա։ Դուք ասում եք, որ դա պետքա որպես սպորտ նայել, այլ սոցիալական մշակույթ, այսինքն դա պետքա լինի մեր կենսակերպի մասը։ Այո, ոնց որ ատամ մաքրելը, ոնց որ
լողանալը, ոնց որ սանրվել է եւ այլն։ Սպորտը պետք է լինի, որովհետեւ հիմա մեր ապրելակերպը այնպես է, որ մենք ֆիզիկապես շատերս ֆիզիկապես չի ենք շարժվում, քանի որ մեքենայով գործի, սեղանը շուրջ նստել եւ այլն։ Երբ որ տեղից էլ առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այո, ու պետության կողմից շատ ծախսեր, երիտասարդ մահացություններ եւ այլն, այսինքն եթե մենք հաշվենք մի հոգու, մի երիտասարդի մահանալը ինչ է նստում պետության վրա, որը ասենք 45 տարեկանում ինֆարկտ է ստանում ու մահանում է, քանի որ 45 տարիների ընթացքում մեկ ամիս չի զբաղվել, հա, մեկ ամիս սպորտով չի զբաղվել, մենակ երեխամելը սպորտի լավագույն տարբերակը եղել է սաունան, այն էլ ոչ այդքան առողջարար միջավայրում։ Հիմա հետեւաբար խմելու կոնտեքստով էլ նկատի ունեմ։ Հիմա հետեւաբար այդ երիտասարդաց մահերը եւ այդ ամեն ինչը ազդում են պետության արտադրողականության վրա, աշխատունակության վրա ազդում, կյանքի որակի վրա։ Կյանքի որակի վրա ու նաև պետության արդյունավետության վրա, մարդկանց դիսցիպլինայի վրա, սպորտը դիսցիպլինա է, դիսցիպլինա է սովորեցնում մարդկանց, սպորտը արտադրողականությունը մեծացնում, աշխատունակությունը մեծացնում, սպորտը բանի մոբիլիզացիայի բաղմիսոր պատերազմական իրավիճակից մոբիլիզացիան ավելի մեծ բան է տալիս, ավելի հեշտ են մարդիկ անցնում այդ փուլին, որտեղ եթե դու 20 տարի նստել ես սեղանի շուրջ, հաջորդը գնաս քեզ տանեն սահման, չէ, մոբիլիզացիայի ժամանակ այդ շոկա, նաև ֆիզիկական շոկա մարմնի համար եւ այլն, հետո ու ամենակարևորը պետության վրա պետությունը ավելի արդյունավետ եւ ուժեղ է դառնում սպորտի հետ, որը որ ցավոք սերտը մեր մոտ չկա, քանի որ մեր մոտ չկա մասսայական ենթակառուցվածքներ սպորտով զբաղվել։ Բայց տեսեք, եթե հայմատության մեջ նայենք, մեզ մոտ շատ է զարգացել։ Առաջ գրեթե չկար, հիմա Երևանում հատկապես շատ կա։ Դե ուղղակի ես առաջարկում եմ համացան մեջ նայել ոչ թե այն ժամանակ, երբ որ ընդհանրապես չկար։ Եկեք համացան մեջ նայեք Բելգիայի հետ։ Բայց գուցե պետք է համատել մեր անցյալի հետ։ Մեզ անցյալի հետ եկեք համատենք լավ 80-ականների Հայաստանի հետ, օրինակ թեկուզ էլի, որտեվ նույնիսկ այդ սովետական շրջանում էլի կար, ես հիշում նույնիսկ մեր գյուղում, ասենք Թալինի փոքր գյուղերից մեկն էր, բանկար ֆուտբոլի դաշտ կար, որտեղ միշտ խաղում ենք ֆուտբոլ մենք։ Միշտ հիմա չկա ֆուտբոլ դաշտ օրինակ էլի կամ նորեն սկսում կառուցել կամ չգիտեմ այսինքն ենթակառուցվածքներ կար massայական սպորտով զբաղվելու հիմա Հայաստանում մի քանի խնդիր կա չկա ենթակառուցվածք massայական սպորտով զբաղվելու հատկապես մարզերում Երևանում էլ կա օրինակ Միացյալ Նահանգներում ես ուր գնացել եմ Միացյալ Նահանգներ քարտեզի վրա նայել եմ աշխատում եմ միշտ պարապեմ էլի ուր գնամ եթե հյուրանոցում չիլում կամ փոքրելում կամ հարմար չիլում նայում եմ մաքսիմում 10 րոպե եղա մեքենայով որ ես հասնեմ այդ սպորտ սրահ սպորտ պարապել տեղը Երևանում կարանք ասենք որ ցանկացած լոկացիայից 10 րոպեն ես մեքենայով չէ բայց կենտրոնում բայց պետք է լինի ցանկացած հենց դա պետք է լինի ցանկացած լոկացիայից 5-ից 10 րոպեում ես հասնեմ որևէ մարզասրահի բայց դրա համար պետությունը պետք է ուղղակի այդ ոլորտին խրախուսի ոնց որ խրախուսեց ասենք կառուցապատում չէ եկամ տարկի վերադարձ օրենքը ընդունեց կառուցապատումը կրկնակի երակի ավելի արագ աճեց, քան առանց այդ օրենքեր։ Նույնն էլ էս ոլորտի համար խրախուսումը պետք ու այդ խրախուսումը շուկան կմեծացնի նախ, այսինքն այս պահեդրությամբ, չգիտեմ, սպորտի ոլորտում աշխատում են 1000 ընկերություններ եւ իրենք վճարում են X հարկ, երբ որ խրախուսում ես 5 տարի հետո 10 տարի հետո աշխատում է 5000 ընկերություն եւ վճարում է 3X հարկ։ Օրինակ, էլի, այսինքն հարկերի ցածրացնելը միշտ չէ որ բերում է հարկերի պակասեցման։ Կարող է կարճաժամկետ պակասեն, բայց երկարաժամկետ ավելացման։ Հիմա նույնիսկ սպորտն է վերաբերում, այնտեղ մի քանի բան կար, էլի գաղափարներ։ Պարմիրակյան, տեսեք, նախքան դրան գալը, այն ինչքան հիմա այդ ենթակառուցվածքները ծնվել են, դրանք ծնվել են պահանջարկից ելնելով նաև։ Ավել պահանջարկ կա, դուք ինքներդ եք նշում, թե մեր այդ մարդիկ այդ կառուցվածքով են, որովհետև իրանց աշխարհընկալման մեջ չկա այդ ամեն ինչը։ Համար 1 սցենար պետությունը պետքա ռոպագանդի, համար 2 սցենար պետությունը պետքա խրախուսի որ ոլորտը զարգանա եւ ոլորտը կսկսի ռոպագանդել։ Նույն այդ մարզասրահները իրենք անդադ գովազդ են անում, թե եկեք պարապելու, չէ՞։ Հա, հիմա եթե տեսեք օրենսդրական մի քանի փոփոխություններ լինեն, որի արդյունքում օրինակ ընկերությունները երբ որ կորպորատիվ իրենց աշխատակիցների համար ուղարկում են մարզասրահ, դա հնարավոր լինի ծախսագրել։ Թատրոն, կինո, թանգարան, այնպես էլ մարզասրահ։ Այո, եթե հնարավոր լինի դա ծախսագրել անսահմանափակ, հիմա ծախսագրել հնարավոր է, բայց սահմանափակ։ Դա անսահմանափակ հնարավոր լինի ծախսագրել, եթե մարզասրահ են առնում, եթե օրինակ այդ ոլորտը ավելացած արժեքի հարկից ազդի, ոնց որ առողջապահության ոլորտն է, որովհետև կարելի ասել սպորտն էլ առողջապահության ոլորտներից է։ Մարդը առողջ է լինում ու ավելի ուշ է հասնում հիվանդանոց։ Ավելի ուշ է պետության վրա ծախս տառում, պետպատվերով, չգիտեմ, օպերացիաների տակ ընկնում եւ այլն։ Հետո ազատվի այնտեսից։ Օրինակ մարզիչների եկամտարկը փոքրացվի։ Այդ օրինակ բերել էի Վրաստանում կա օրենք, որտեղ որ բարձր լեռնային գոտիներում եկամտարկ չկա։
Ինչու որ այնտեղ աշխատողներին հնարավոր լինի խրախուսել, որ իրենք գնան այնտեղ աշխատեն, ավելի բարձր աշխատավարձ լինի եւ այլն։ Նույնն էլ մեզ մոտ պետք է լինի, օրինակ եկամտահարկի տարբերություն պետք է լինի, քանի որ մարզիչների աշխատավարձերը հատկապես մարզերում շատ ցածր են։ Ու մարզերում օրինակ եկամտահարկից պետք է ազատել։ Մի քանի այդպիսի օրենսդրական բարեփոխում եթե լինի, կամ մարզասրահը երբ որ վարձակալում է տարածք, այդ վարձակալության հարկերը կրճատվեն, տարածքի վարձակալության դիմաց հարկերը եւ այլն, մի քանի այդպիսի փոփոխություն որ լինի, արդյունքում մասնավոր բիզնեսը ինքը կզարգացնի այդ ոլորտը, ինքը 10 մարզասրահի փոխարեն կամ 50 մարզասրահի փոխարեն Երևանում կդառնա 300 կամ 500 մարզասրահ, ու այդ 500 մարզասրահ ամեն մեկ ինքը իր տեղը մարդկանց կպրոպագանդի, որ եկեք սպորտով զբաղվեք։ Ու այդտեղ մեխանիկորեն սպորտը կշատանա։ Հետո գիտեք, ամենակարևորը սպորտով զբաղվելը պետք է լինի հեշտ։ Հայաստանում սպորտով զբաղվելը դժվար է, հենց նոր ենք իր այդ խոսում, որ ասում եք, ես մինչև հասնում եմ իմ պարապետը, հիմա գնում եմ։ այդ շատ վատ է։ Սպորտ, այդ ասենք դու շատ մեծ կամք պետք է ունենաս, շատ մեծ նպատակ պետք է ունենաս, որ կարողաս օրեկան ժամուկես կամ 2 ժամ կորցնես ճանապարհի վրա, որ մի ժամ կամ 2 ժամ զբաղվես սպորտով։ Դա աբսուրդ է։ Հետևաբար պետք է սպորտով զբաղվել լինի հեշտ, հասանելի։ Օրինակ Երևանում չկան այգիներ, որտեղ կարելի է սպորտով զբաղվել։ Չկան այգիներ ուղղակի։ Դու օրինակ Կոմիտասի այգում, որտեղ ես մեծացել եմ, այնտեղ հենց այգում մեջ կա շատ լավ, հենց ուժային եւ այլ սպորտի տես բացօթյա շատ հոյակապ բան է։ Կար անցյալով, Չէ, հիմա կա, նոր են սարքել։ Դե շատ լավ է սարքել։ Հիմա նոր սարքել է։ Շատ լավ է նոր սարքել։ Կա միտում, իրականում այդ բակերում են առաջացել այդ մարզվելու բաները, կա միտում ստեղծվում է, բայց սարսափելը քիչ է, ու սարսափել հետ ենք մեկը այդ բանից, էլի, սպորտով զբաղվել պետք է հեշտ լինի։ Մի քայլի հեռավորություն պետք է լինի, պետք է հասանելի լինի, պետք է ու այդ դեպքում մարդիկ կարան զբաղվեն, որտեղ միջավայրը կարևոր է։ Այսինքն երբ որ դու ասում ես արի հա 40 րոպե ճանապարհ ծախսի նոր արի մոտ ապարելու, այդ դժվար է, էլի, ես Երևանում կհասկանամ, բայց մարզերում հնարավոր կլինի տես մասսայական դարձնել։ Հա, իհարկե, կարծում եմ վստահ եմ, որ հա, քանի որ զուտ կախված է բանից, կախված է ռոպագանդելուց, այստեղ մի հարց կա։ Օրինակ Հայաստանում անհամեմատ ավելի թանկ է սպորտով զբաղվելը, քան Միացյալ Նահանգներում։ Օրինակ բերեմ։ Տարեկան փաթեթները այստեղ ավելի թանկ են, քան դրսում։ Ես Լոս Անջելեսում գոլջիմ էի գնում, վճարում էի ամիսը $20։ Գրանցվել էի ու տենց մոռացել էի, հետո եկա, այստեղ էլի քաշում էր։ Այստեղ հիմա տարին $1000-ից թանկ է։ Այո, $1000-ից թանկ է։ Ամիսը ես ակցիայով էի իրականում, բայց ուրիշ օրերն էլ $30-40 էր։ Ուրեմն ասեմ, այդ բանը ակցիայով գրանցվեց, բայց ուրիշ ոչ ակցիայորեն $30 ամս է կան։ Այսինքն 12000 դրամ է գոլջիմ գնալը, մեծ, ահռելի։ Ու դու կարող ես միացալ որտեղ ուզես գնաս այդ գոլջիմը։ Ինչու՞, որովհետև կան որոշակի ծրագրեր, որոնք խրախուսում են բիզնեսին, որ իրենք բանան, որոշ հարկային արտոնություններ կան խրախուսում կա, դրա համար մաչել են կարողանում բիզնես տանել։ Դե, պարոն Միրաքյան, հիմա ընդերից էլ կասեն, որ տեսեք, այնտեղ 400 միլիոնանոց շուկա է, եւ կլիենտը շատ է, եւ ծախսանում են, կարան էժան դնեն թվականակի հաշվին։ Այստեղ նախ մարդիկ են քիչ, երկրորդ մշակույթը չկա։ Ոնց էժանացնեն։ Հարկային արտոնություններով Եթե նույն բանը եկամտարկ մարզիչների իջացնեն, բանը մարզասրահ պարապելու գինը կիշնի։ Եթե նույն տարածքի վարձակալության հարկերը օրինակ բանանեն հարկերը հանեն, էլի կիշնի։ Եթե մարզասարքերի ներկրումը ազատեն մաքսատուրքից, մարզասարքերի ներկրումը դեպքում, էլի ինքնարժեքը կիշնի։ Եթե մարզասրահների վրա ներդրումը ինչ որ տոկոս պետությունը քեշբեք տա այդ ներդրման դիմաց, ինքնարժեք կիշնի։ Եվ այլն հարկային արտոնությունը, որը կան շատ այդ իմ նշած երկրներում, ճիշտ է, այդ երկրներում նաև մեծ ուրիշ առանձնահատկություն կա, այնտեղ կա կայուն եւ ավելի մեծ թիվ միջին խավ, ի տարբերություն մեզ։ Բայց հիմնականում միջին խավն է գնում։ Այո, աշխարհով մեկ է դա ցույց տալիս, որ այդ առանձնահատկություններից մեկը, մի քանի առանձնահատկություն կան զարգացած երկրներում։ Հարուստները իրենց տանը ունեն։ Հարուստները իրենց տանում են, Միացյալ Նահանգներում մի դեպ հետաքրքիր բան են ասում, այտենց տարբեր տեղեր ասում են ոնց հասկանանք մարդը հարուստ է, թե չէ, որտեղ այնտեղ մեքենայով բան չես կարող հասկանալ, լիզինգով բոլորը էժան շատ քիչ վճարելով կարող են լավ մեքենաներ ունենան, կամ ժամով բան չես հասկանա։ Այնտեղ ասում են հարուստները տարբերվում նրանով, որ աշխատանքային ժամերին իրենք սպորտով են զբաղվում, իրենցով են զբաղվում։ Այդ հարուստության առանձնահատկությունն է, էլի, եթե աշխատանքային ժամին վազում է կամ մարզասրահում, ուրեմն ինքը հարուստ է։ Դա բանը առանձնահատկություններից մեկը, այդ ընկերներից մեկ խորտ տվեց տենց հասկանալով հարուստ, բայց գլոբալ այդ միջին խավը կայուն, ինչա պետք որ ուժեղ ենթակառուցված կնալը սպորտային, կայուն միջին խավ, այդ մի բանն է, որ մեր մոտ թերություն ունենք, մնացածը, այսինքն այդ մի բանը, որ
կախված չի սպորտի ոլորտի զարգացումից, էլի, այդ ոնց որ ընդհանուր տնտեսության զարգացումից է կախված, բայց մնացած սպորտը, այսինքն ենթակառուցվածքներն պետք պետք որ ավելի հասանելի լինի սպորտ 5 րոպեի վրա դու բոլոր բնակիչները 5-10 րոպեի վրա մեքենայով հասանելի մարզասրահ։ Ինչ որ պարապելու տարբերակ, դա, չգիտեմ, սկսած բալետից մինչև բան, էլի, սովորական մարզասրահ ամեն ինչ որ պետք է հասանելի սպորտի տարբերակ։ Ֆիզիկական ակտիվության, դա ID, որտեղ սիրուն վազուղիներ լինեն, ID, որտեղ սիրուն հեծանվուղիներ կլինեն, ինչ որ շրջան, որտեղ հեծանվուղին Երևան հնարավոր չի հեծանիվ քշելը։ Հեծանիվ քշելը դες մահապարտի նման ինչ որ բան է, էլի, ուղի է, օդի կեղտոտությունը չհաշված։ Այսինքն հետո անհրաժեշտ է պետական ռոպագանդա, այսինքն զանգվածային բաներ։ Հեծանիվի պետական ռոպագանդա կա ոնց որ։ Համաձայն եմ, հեծանիվի պետական ռոպագանդա կա, անձերի կողմից արվող, տենց ընդհանուր ոնց որ ինստիտուցիոնալ չեմ կարծում, չեմ նկատում որ կա, բայց հա կա, բայց ենթակառուցվածքն մեկը չկան։ Ուր են հեծանվուղները Երևանում։ Գուցե հնարավոր չի մեր ճանապարհներում հեծանվուղներ անել, բայց շատ բարդ բան է։ Մանավանդ մեր ավտոքշելու մշակույթի հետ զուգակցել։ Հա, համաձայն եմ, բայց դե եթե ռոպագանդում ենք, ուրեմն այդ հարցերը պետք է լուծենք նաև։ Դե մենակ բանով տենց ոնց որ ջիջիլ ենք անում, էլի։ Բայց հիմա տեսեք, դուք մյուս կողմից էլ կարող ասեն, գիտեք ինչ կա, իհարկե մասսական սպորտը լավ բան է, բայց այդ բիզնես է։ Եվ հիմա դուք ասում եք այդ բիզնեսին էս հարկից, հիմա մեկն է գա կասի, գիտեք ինչ կա, հեսա խնձոր եմ ներկնում, հələ ինչ առողջ մարդկանց խնձոր օրը մի հատ ուտես, բրիտանացի գիտնականները ասում են չես հիվանդանա, ազատեք հարկերից։ Դե պետք է ուղղակի հաշվար կանել, թե հարկերից ազատել պետությանը ինչ է տալիս։ Պետությանը պետք է որ մարդիկ լինեն ավելի դիսցիպլինայով, պետությանը պետք է որ մարդիկ լինեն ավելի առողջ, պետությանը պետք է որ մարդիկ լինեն ավելի, չգիտեմ, ֆիզիկապես պատրաստված եւ այլ այսինքն հարցեր։ Պետության պետք է որ այդ ոլորտը ավելի մեծ լինի։ Օրինակ ինդուստրիան, այդ սպորտային ինդուստրիան չէ տարեկան ինչքան է վճարում հարկ Հայաստանում։ Պայմանական ասած վճարում է, չգիտեմ, 1 միլիարդ դրամ հարկ տարեկան։ Բայց երբ որ մենք այդ ինդուստրիան մեծացնում ենք, թեկուզ ցածր հարկերով, մի տարի ճիշտ է ցածր հարկերը 1 միլիարդը իջնում է 500 միլիոնի, օրինակ ցածր հարկերի արդյունքում, բայց 3 տարի հետո այդ ինդուստրիան մեծանում է ու արդեն ինքը վճարում է 3 միլիարդ հարկ։ Պետք է որ այդ ինդուստրիան մեծանա։ Պետությանը պետք է որ մարդիկ առողջ լինեն ու, չգիտեմ, կարողանան ավելի մեծ տարիքում ավելի առողջ երեխաներ ունենալ։ Եվ այլն։ Չեք կարծում, որ սա նաև սերունդների հարց է։ Երիտասարդ, նույնիսկ երիտասարդ չէ, մի քիչ ավելի փոքր սերունդը լրիվ ուրիշ աշխարհայացք ունի այս հարցում, քան մեր սերունդը։ Հա, համաձայն եմ, մեր սերունդը ավելի շատ կողմեր տենց ուտել խմելու սպորտաձևերի ներքո։ Բայց տեսեք, քանի որ այդ սերնդին կրթում է հələ մեր սերունդը, իսկ խոսքը հիմա այս ընտանիքների մասին եմ խոսում, այդ ամեն ինչը պետք է ինքը ընտանիքում տեսնի, չէ՞։ Ճիշտ է, պետական կառույցները կարող են, բայց ընտանիքն է մեխը։ Եթե ինքը ընտանիքում տեսնում է, որ հերը ուտող, խմող եւ դա խրախուսվող, լավ շրջապատի եւ այլն, այդ երախու մոտ արդեն մի քիչ այլ արժե համակարգ է ձևավորվում։ Համաձայն եմ, բայց եթե պետք է ճեղքենք, մեկ այդ արանքը պետք է մտնի, այդ արանքը պետականորեն պետք է մտնել, որովհետեւ պետությանը պետությանը անհրաժեշտ, որովհետեւ պետությունը ուղղակի սկսելու ահռելի գումար, հիմա էլ է ծախսում ահռելի գումարներ առողջապահության վրա, այդ փոխհատուցման անվճար այդ պետական ծառայությունները եւ այլն, այսինքն նույն այդ պակասում է։ Հետո մարդը արժեք է ցանկացած հասարակություն ամենակլխավոր արժեքնելու, այդ մարդու կյանքն է երկարում։ Այդ տեսանկյունից մարդու առողջ կյանքն է երկարում եւ այլն, պետությանը առողջ քաղաքացիներ են պետք։ Եվ դա միայն ֆիզիկական հարց չի, որովհետեւ մասսայական սպորտով զբաղվելը նաեւ հոգեբանական առողջության ավելի ստրեսակայում կդիմանաս մեր քաղաքական համակարգին։ Հա, լուրերին քաղաքական այն լուրերին, որ կամ գուցե բախտդ բերի սկսես չհետևել սպորտով տարվես այդ ու տենց ավելի առողջ կապրես, հա։ Այնուամենայնիվ դինամիկան դրական է հիմա մեր մոտ։ Դինամիկան դրական է, բայց կարծում եմ անհամեմատ ավելի փոքր եւ թույլ է դրական տեմպը, քան կարող է լինել եւ քան պետք է լինի։ Օրինակ դինամիկան դրականը միանշանակ այդ սպորտ սրահներն ավելանում են եւ այլն, բայց մեզ պետք է ավելանան ոնց որ շռնդալից արագությամբ։ Օրինակ պետք է խոշոր ցանցային, թե ասենք այն մանր, որ բացվում են բակային, ակումբային, ամեն ինչ բոլոր խոշոր ցանցային էլ բակային էլ իրականում մեկը մրցունակին լինելու խոշորները, որտեղ իրենք մասշտաբի հաշվին ավելի լավ գնային առաջարկ են կարողանալու տան եւ այլն, այսինքն այդ բոլոր տեղերն են, դες Միացյալ Նահանգներում էլ կան բակայիններ ու կան մեծեր, բայց մեկը մեծերն ամենամրցունակն են լինելու ու իրենց մեծ այդ ինչը buying power էլի գնողունակությամբ, որ կարող են ավելի մատչելի բերել այդ մարզասարքերը, քան որ մեծ քանակի են բերում, ավելի եւ այլն, բրենդի ուժը, ինչքան մեծ է, այնքան թանկ է։
Մեծ են մեծ, բայց որ ցանցային նայենք, ցանցային չկա էլ մեր մոտ շատ քիչ են ցանցայինները, ցավոք սրտի, բայց մերը մեծ են, մի հատիկ մեծ է, մեծ ներդրում են անում այդ դրա վրա, դրամ էլ թանկ է։ Բայց այլ եթե այդ մեծից ներ 50-ը, դե իրականում այդ որակի չէր կարող լինել Հայաստանում 50-ը, բայց այսինքն զանգվածայինը չի կարող շատ լավ լինի։ Զանգվածայինը պետք է լինի միջին ու շատ։ Այսինքն մեզ պետք է հենց այդ միջին շատ, թեկուզ փոքրներ բակային ամեն քայլին մեզ պետք են սպորտային զբաղվելու հնարավորություններ, պետք են ենթակառուցվածքներ, պետք է պետական ռոպագանդա, պետք է ազգային սպորտային բան էլի, ցենց մենք օրինակ ժուր միջոցառումներ, որին բոլորով սիրով մասնակցում ենք։ Նույն այս վերջում իմացա մենակ Դաղստանում, որտեղ ինչքան մարդ ապրում, չէ՞, ինչ 1 միլիոնը, 2 միլիոնը 60,000 մարդ մենակ Դաղստանում զբաղվում է պրոֆեսիոնալ ձյուդոյով։ 60,000 մարդ, այդ մենակ ձյուդոյի մասն եմ ասում։ Ես չեմ ասում, ասենք, ըմբշամարդ, ես չեմ ասում բոքս, չեմ ասում, չգիտեմ, պատկերացնում եք ինչ թիվ է, որովհետև իրենք որպես իրենք ազգային բոլորը սպորտի մեջ ազգային գնում են։ Ես օրինակ իմ, չգիտեմ, երազանքներից մեկն է, որ մեր օրինակ բոլոր դպրոցներում լինի որևէ սպորտաձև, բայց արդեն պրոֆեսիոնալի խմբակներ, ասենք ըմբշամարդ, ասենք, չգիտեմ, ձյուդո կամ բռնցքան, որևէ դպրոցներում միշտ բոլոր տեղերին են։ Պատկերացեք, մեր բոլոր դպրոցներում պրոֆեսիոնալ ըմբշամարտով պարապեն։ Դե պարզը բոլոր երեխաները չեն պարապի, կպարապի, ասենք 10% կամ 20%, բայց մենք իշքան ավելի պատրաստված ազգաբնակություն կունենանք, իշքան դեմքը կփոխվի մեր, ոնց է նույնը Դաղստանցիքին, չեչեներին, տեսնում եք բոլորը սպորտային են, չէ՞։ Այսինքն նույնը մենք պետք է ձգտենք, ու այդ ավելի առողջ, ավելի ուժեղ պետք է մոդայից դուրս գա այդ կուզիկ փոքրացված իրավիճակով ծխող, ну ծխելը, հա, այդ ծխելն էլ դրա մասն է։ Սիգար, ծխող լավ sense ասեմ։ Չպրոպագանդենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Մեր հյուրը Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանն էր, սիրելի մենք խոսում ենք մասսայական սպորտի մշակույթի, որպեսզի այն սպորտից դառնա սոցիալական մշակույթ եւ դառնա մեր կյանքի անբաժան մասը։ Ինչպես պարոն Միրաքյանը ասաց, տենդենսը դրական է, բայց դանդաղ։ Կհանդիպենք, տեսություն։